Ժամը 12-ն է Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը մեկնարկում է իր աշխատանքը ես Անինեմ Զաքարյան, իսկ մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության ողջույն։ Մենք շարունակում ենք անջատել աղմուկն ու խոսել կարևորի մասին, Հայաստանի ու աշխարհի լրահոսը դարձնել հասանելի եւ թափանցիկ ձեզ համար, ներկայացնելով բացառապես անաչառ տեղեկատվություն, իսկ ընտրությունը ձերն է։ Շաբաթ կիրակին բոլորովին նման չէին հանգստյան օրերի, այդուհանդերձ հույս ունենք, որ լրատվական այս խառնափնթոր հոսքի մեջ գտել եք խաղաղվելու ձեր ժամանակը։ Այժմ ավելի պաշտոնական մասին անդրադառնանք։ Մերձավոր արևելյան տարածաշրջանում լարվածության բռնկման նոր ալիք են բարձրացրել խորհրդանշական հունիսի 22-ի գիշերը Իրանին հասցված ամերիկյան հարվածները։ Համացանցում այսօր առավոտյան կադրեր տարածվեցին, որ Իրանը ոչնչացրել է Հերմես 900 կոչվող անօդաչու թռչող սարք։ Նաև նշվում է, որ Իսրայելը հարվածել է Իրանի Քերմանշահում, նաև Համադանում գտնվող հրթիռային պահեստներին։ Այնուամենայնիվ, մինչ այս պահը դեռ հստակ հայտնի չէ Միացյալ Նահանգների հարվածներն ուղղված Իրանին արել են իրենց գործը, թե դեռ պիտի ճշտումներ մտցվեն այս հարցում։ Միացյալ Նահանգների Միացյալ Շտաբների հրամանատարը 3 մանրամասն պատմել է, թե Իրանին հարվածելիս ինչ են արել, ինչու եւ ինչ արդյունք են գրանցել։ Իսկ մյուս կողմից ընդամենը րոպեներ անց Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը պնդել է, որ դեռ պիտի ստուգեն արդյոք ամբողջն են ոչնչացրել, թե ոչ։ Նախագահ Թրամփն էլ ասել էր, որ Իրանի միջուկային 3 օբյեկտները լիովին ոչնչացվել են ու հպարտացել, որ որպես աշխարհի ամենաուժեղ միայն Միացյալ Նահանգներն ունի նման գործողություն իրականացնելու կարողություն հարվածել միջուկային օբյեկտներին։ Իսկ խոսքը Իրանի միջուկային 3 հիմնական օբյեկտների մասին է՝ Ֆորդոյի, Սպահանի եւ Նաթանզիի։ Նշվում է, որ Միացյալ Նահանգներն Իրանին հարվածել է ռեկորդային քանակությամբ B2 ռմբակոծիչներով, իսկ Սպահանում գտնվող թիրախների վրա արձակվել է ավելի քան 2 տասնյակ թևավոր հրթիռ։ Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբի պետի խոսքով նա եղել է B2 ռմբակոծիչների ամենախոշոր մարտական կիրառումը երկրի պատմության մեջ։ Թրամփն էլ քիչ առաջ գրառում է արել, նշելով, որ Իրանի միջուկային բոլոր օբյեկտներին մոնումենտալ վնաս է հասցվել, այդուհանդերձ նկատենք, որ չի ասել, թե ամբողջությամբ ոչնչացվել են դրանք, այլ միայն մոնումենտալ վնաս է հասցվել։ Անհնար է հավատալ, բայց Իրանին հարվածելու վերջնական հրամանը Դոնալդ Թրամփը տվել է Գոլֆի ակումբում։ Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի 3 միջուկային կայանների, այդ թվում գլխավոր Ֆորդոյի կայանին։ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները հիմնահատակ ոչնչացվել են, հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ զինուժը զանգվածային ճշգրիտ հարվածներ հասցրեց իրանական ռեժիմի 3 առանցքային միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյին, Նաթանզին եւ Սպահանին։ Իրանի առանցքային միջուկային հարստացման օբյեկտներն ամբողջությամբ եւ լիովին ոչնչացվել են։ Իրանը, Մերձավոր Արևելքի բռնարարը, այժմ պետք է խաղաղություն կնքի։ Միացյալ Նահանգները Իրանին հարվածել է, ինչպես ամերիկացիներն են ասում, բոլոր ռումբերի մայրը համարվող զինամթերքով։ Մենք ոչնչացրինք Իրանի միջուկային ծրագիրը, սա պատմական հարված էր, որի ընթացքում B2 Spirit ռմբակոծիչները կատարել են 2001 թվականից ի վեր իրենց ամենաերկար առաքելությունը եւ առաջին անգամ մարտական պայմաններում կիրառվել է հակաբունկերային ռումբը, որը հայտնի է որպես ռումբերի մայր։ Հեքսեթը խոստովանել է, որ Միացյալ Նահանգները Իրանին հասցրած հարվածներին պատրաստվել է շաբաթներ շարունակ, խիստ գաղտնիության պայմաններում։ Այս հարվածներից հետո Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նամակ է թողել Լացի պատի մոտ եւ աղոթել, ապա շնորհակալական մեծ ուղերձով հանդես եկել։ Ամերիկան իսկապես անգերազանցելի էր։ Նա արել է այն, ինչ երկրի վրա ոչ մի այլ երկիր չէր կարող անել։ Նախ գալիս է ուժը, հետո խաղաղությունը։ Նախագահ Թրամփ, ես շնորհակալ եմ ձեզ։ Թրամփին շնորհակալ է նաև ամբողջ Թել Ավիվը, Իսրայելի մայրաքաղաքում հսկայական պաստառներ են։ Շնորհակալություն, պարոն նախագահ գրությամբ։ Իդեպ Իրանը պնդում է, որ նախապես տարհանել է բոլոր 3 միջուկային օբյեկտները, որոնք ռմբակոծել են Միացյալ Նահանգները։ Լիլիթ Մուրադյան, Open Media։ Վերջին կարևոր տեղեկությունն այն է, որ Իրանի արտաքին գործերի նախարարը երեկ ուշ երեկոյան ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Ժամանումից ժամեր անց տեղի ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը, ու թեև Միացյալ Նահանգները փաստացի դարձավ Իրան-Իսրայել հակամարտության մասնակից, այդուհանդերձ նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Իրանին ամերիկյան հարվածներից հետո եկել է դեպի խաղաղություն շարժվելու ժամանակը։ Մեջբերեմ, ես կարող եմ
միայն հաստատել, որ իրանցիներին բազմաթիվ խողովակներով ուղղակիորեն հասնում են ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հաղորդագրություններ, նրանց տալով բանակցությունների սեղանի շուրջ նստելու բոլոր հնարավորությունները։ Նրանք հստակ հասկանում են, թե որն է ամերիկյան դիրքորոշումը, կոնկրետ ինչ քայլեր կարող են ձեռնարկել խաղաղության հասնելու համար, եւ մենք հուսով ենք, որ նրանք դա կանեն։ Այժմ դեպի խաղաղություն շարժվելու ժամանակն է, ասել է նա։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հրավիրել է արտակարգ նիստ քննարկելու Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացված հարվածները։ Իրանի ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նշել է, սա պատմական փորձություն է այս խորհրդի միավորված ազգերի կազմակերպության համար որպես ամբողջություն։ Եթե այս խորհուրդը չկարողանա գործել եւ դատապարտել այս բացահայտ ագրեսիան, հանցակցության բիծը հավերժ կմնա նրա խղճի վրա, ինչպես դա տեղի է ունենում Գազայի հետ։ Չինաստանի ներկայացուցիչ Ֆու Ցունը քննադատել է Միացյալ Նահանգների գործողությունը, նշելով, որ դրանք խախտում են միջազգային իրավունքը եւ Իրանի ինքնիշխանությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դիվանագիտական լուծման եւ հրադադարի։ Չինաստանը, Ռուսաստանը եւ Պակիստանն էլ առաջարկել են հրադադարի բանաձև, որին հակազդել է Միացյալ Նահանգները։ Անվտանգության խորհրդի նիստից հետո Դոնալդ Թրամփը գրառումների տեսքով հստակ ուղերձ է հղել, որ իրենց նպատակը նաեւ Իրանի ռեժիմի փոփոխությունն է։ Մեջբերեմ, ռեժիմի փոփոխություն տերմինի կիրառությունը քաղաքականապես ճիշտ չէ, բայց եթե Իրանի ներկայիս ռեժիմը չի կարողանում Իրանը կրկին մեծ դարձնել, ապա ինչու ռեժիմի փոփոխություն տեղի չունենա, գրել է Դոնալդ Թրամփը։ Այս ամենի ֆոնին Իրանի խորհրդարանը երեկ քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին վերջնական որոշումը պետք է կայացնի ազգային անվտանգության խորհուրդը։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսն էլ հայտարարել է, թե Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձն ինքնասպանություն կլինի Իրանի համար։ Նշենք, որ Հորմուզի նեղուցն աշխարհաքաղաքական, տնտեսական ու ռազմական հսկայական նշանակություն ունեցող ծովային երթուղի է։ Այն գտնվում է Իրանի հարավային կողմի եւ Օմանի Մուսանդամ թերակղզու միջև, միացնում է Պարսից եւ Օմանի ծոցերը, հետեւաբար նաեւ Հնդկական օվկիանոսը։ Այս նեղուցն աշխարհի նավթային շնչափողն է, քանի որ այստեղով օրական անցնում է շուրջ 20 միլիոն բարել նավթ, այսինքն աշխարհում սպառվող նավթի մոտ 1/3-ը։ Այս թեմայի շուրջ մեծ անդրադարձ կունենանք առաջիկայում։ Անդրադառնանք Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը, որը կարծես այս օրերի աշխարհաքաղաքական եռուզեռի արդյունքում մղվել է երկրորդ պլան։ Ռուս-ուկրաինական ճակատում պատերազմը շարունակվում է, զոհերի թիվն աճում։ Նշվում է, որ երեկ գիշեր Ռուսաստանն իրականացրել է դրոնային ու հրթիռային հարվածներ Կիևի վրա, օգտագործելով մոտ 440 դրոն եւ 32 հրթիռ։ Վնասվել են բնակելի շենքեր ու մետրոյի կայարան, որը ծառայում էր որպես ռմբապաստարան։ Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում 5 զոհի եւ 14 վիրավորի մասին։ Դոնեցկում ևս դրոնային հարձակման հետևանքով զոհեր կան, հարվածներ են հասցվել Խարկովին եւ Զապորոժիեին, վնասելով ենթակառուցվածքներ։ Ուկրաինան դիմակայում է ռուսական ուժերին Դոնբասում եւ հարավում, կոնկրետ հակահարձակումների մասին տվյալները հակասական են։ Փոխարենը հաստատված են Ուկրաինայի դրոնային հարձակումների մասին լուրը Ռուսաստանի սահմանամերձ շրջանների վրա, ներառյալ Կուրսկը։ Զոհերի մասին տվյալներ չկան։ 3 հունիսի 22-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Դվեյլա թաղամասի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 20-22 մարդ, վիրավորների քանակը հատում է 5 տասնյակը։ Նշվում է, որ ահաբեկիչը նախ կրակ է բացել ամբոխի ուղղությամբ, այնուհետև պայթեցրել ինքն իրեն, բայց նա միայնակ չի եղել։ Reuters-ի տեղեկություններով ներսում նաև երկրորդ հրաձիգ է եղել, որը փախուստի է դիմել։ Եկեղեցում այդ պահին ներկա են եղել հարյուրավոր հավատացյալներ։ Պայթյունն անսպասելի է եղել ու հարվածային մեծ ալիք է առաջացրել։ Տարբեր երկրներ եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները դատապարտել են այդ գործողությունը։ Սա վերջին տարիների առաջին խոշոր ահաբեկչությունն էր Դամասկոսում։ Նախորդ նման գործողությունները տեղի են ունեցել մինչև 2016 թվականը։ Նշենք, որ Սուրբ Եղիա եկեղեցին պատկանում է հունական ուղղափառ համայնքին։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախորդին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը, Արարատ Միրզոյանը եւ Կայա Կալասը մտքեր են փոխանակել առաջիկայում նախատեսվող շփումների օրակարգի շուրջ։
Մայրտաճարում 3 բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու Սուրբ Պատարագ է մատուցվել Մայրտաճարում։ Պատարագի ավարտին ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ կատարվել է մաղթանք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի անսասանության եւ հավետ պայծառության համար։ Ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսի օրհնությամբ հավատացյալների երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները։ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առիթով Սուրբ Պատարագից հետո Մայրտաճարի բակում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հայտարարել է, որ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը ուղիղ հարված հայոց պետականությանը։ Մեջբերեմ, օրերս ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի, ասել է Գարեգին II վեհափառը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել ուղղված Մայրաթորում տեղի ունեցած կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առիթով Սուրբ Պատարագից հետո Մայրտաճարի բակում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի ելույթին։ Մեջբերեմ, այսօրվա քարոզը լավ առիթ է, որ կտրիչ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին, պարզաբանի, թե իրեն հայտնի պոռնկացումներից հետո ինչու է Սամվել Խաչատրյանին պահում վեղարի տակ։ Բացահայտի մոմի վաճառքի շահույթը ինչպես է բաշխվում Կարոյի եւ Եզրասի միջև 50-50, թե այլ տրամաբանությամբ։ Բարձրաձայնի, թե որքան է կազմել այդ շահույթը 2024 թվականին։ Նաև բացատրի, ինչու այդ շահույթներից Կարոն եւ Եզրասը վճարումներ չեն անում Հայաստանի պետական բյուջե, գրել է նա։ Էջմիածնում լրագրողի եւ գործարար Գաբրիել Չեմբերջյանի մինչեւ աղմկոտ վիճաբանություն է տեղի ունեցել։ Լրագրողը գործարարին հարցրել է, թե ինչու է մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքներին, երբ նույն իշխանությունն իրեն փողերի լվացման մեղադրանք է առաջադրում։ Հարցապնդման կրկնությունից հետո խոսակցությունը վերածվել է վեճի։ Մի րոպե, հանգիստ։ Հանգստանալու, պարոն Ջեմբերջի։ Ապուշ, թուն, զաղված, Տեղի ունեցած վիճաբանությանն անդրադարձել է առաջին տիկինը Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» հիմնադրամի մասին ու դիմելով լրագրողին հավելել։ Մեջբերեմ, բայց նրանք ի տարբերություն քեզ սողացող տգետիտ աշխատանքի դիմաց ստիպված չեն լինի ծառայություն մատուցել իրենց աշխատանքով ապահովողին եւ մարդկանց ինֆարկտի հասցնել տխմարագույն հարցերով ու պնդումներով։ Իսկ Սամվել Կարապետյանի պաշտպանները հրապարակել են գործարարի նամակի 3-րդ մասը, մեջբերեմ, ինչ հաջողվեց ներկա իշխանություններին, ամբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը, ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, ռազմական բոլոր դաշնակիցների հետ, ժողովրդին հրամցնելով թվացյալ խաչմերուկների եւ խաղաղության մասին երազանքները։ Արդյունքում մի քանի կացին կախեց մեր երկրի գլխին, կորցրեցինք հազարամյակների բացառիկ արժեքավոր պատմություն ունեցող եւ արյան գնով պահած հայկական Արցախը, որից հետո խաղաղության պայմանագրի էժանագին եւ սուտ խոստումներով սկսեցին հատ առ հատ հանձնել Հայաստանի տարածքները։ Քանդեցին զինված ուժերը։ Մեր երկրի սահմանները պաշտպանելու միակ միջոցը դարձան մի քանի անհասկանալի մարդկանց հեռադիտակները։ Սուտ խոստումներով, թե ստորագրելու են խաղաղության պայմանագիրը, սկսեց վազել հարևան երկրների ղեկավարների հետևից, արժեզրկելով դարեր շարունակ հայ մարդուն վայել արժանապատիվ ապրելու հնարավորությունը։ Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է, պայքարելու ենք, շարունակելի, գրել է Կարապետյանը։ Այսքանը մեր հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, հետևեք մեր բազմալեզու լրատվությանը նաև մեր սոցիալական հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, կհանդիպենք 15:00-ին առայժմ։